Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք սովորելու ենք մի շատ հետաքրքիր տառ, որը երկհնչյուն տառ է, այսինքն մենք լսելու ենք երկու հնչյուն, բայց գրելու ենք մեկ տառ։ Տեսեք, տառը կոչվում է Ե տպագիր մեծատառ, Ե տպագիր փոքրատառ, Ե ցեռագիր մեծատառ, Ե ցեռագիր փոքրատառ։ Տեսեք, I-ի մասնիկներին է նման, A-ի նման ունի փոքրիկ ալիք և S-ի մասնիկներն է ներքևի մասը, փախկացած է 1, 2, 3 մասնիկներից։ Բառասկզբում եթե հանդիպում ենք, մենք կաշտում ենք Ե, օրինակ եղնիկ։ Բառասկզբում այս տառը տեսնելիս պարտադիր կաշտում ենք երկու հնչյուն Ե և Ե, լսում ենք երկու հնչյուն, գրում ենք մեկ տառ։ Այժմ ասենք բառեր, որ բառասկզբում լսվում է Ե։ Երամ թռչունների խմբին անվանում են երամ, ելակ, հատապտուղ է երեխաներ, երկու, թիվ է երկուն, արտասանենք նաև Ե-ով սկսվող բառեր, կարելի է խաղ խաղալ, ով ավելի շատ բառեր կասի, երամ, երակ, երկար, երկու, երեք, եղնիկ, եղբայր և այլն։ Հիմա երեխաներ, ես նաև ձեզ կսովորեցնեմ, որ եթե բառի մեջ կտեսնեք այս տառը կամ բառի վերջում, անպայման պիտի կարդաք է, ճիշտ է, մենք N անցել ենք և դուք գիտեք, որ N այլ գրություն ունի, բայց Ե երկհնչյուն տառը բառամիջում է լսելիս և բառավերջում է լսելիս գրում ենք այս տառով, իսկ բառասկզբում նա երկու հնչյունի նշան է Ե։ Բառակապակցություններ են կաշտում, ինչ է նշանակում բառակապակցություն, երկու բառեր են, որոնք միմյանց հետ կապված են, նրանցից մեկը ցույց է տալիս, թե ինչպիսին է մյուսը, օրինակ, կարմիր, ելակ, կարմիր բառը ցույց տվեց ելակի գույնը, երկար, պարան, երկարը ցույց տվեց պարանի ձևը, թե ինչպիսին է պարանը, երկար, երամ, տեսեք, աղավնին բերեց Ե-ն տեղադրեց և մենք ստացանք ելակ, երկար բառերը։ Այժմ շրջագծում ենք մեծատառ տպագիր Ե-ն և փոքրատառ տպագիր Ե-ն, երազ, երազը երբ են տեսնում մարդիկ քնած ժամանակ և թվում է, թե երազը իրականություն է։ Շատերը տեսնում են գունավոր երազներ, հատկապես երեխաներ, իսկ մեծահասակները կարող են անկույն երազներ տեսնել, ինչպես կինոնկարներ, լինում է գունավոր կամ սև ու սպիտակ։ Կաշտանք բանաստեղծությունը, երազ, երազումս ինչեր ասես չեմ անում, թռչունի պես սարից վեր եմ բարձրանում, իհարկե երազում մարդը կարող է ամեն ինչ էլ անել, քանի որ դա իրականություն չէ։ Տեսեք, երեխան քնել է և նա երազում ինչեր ասես կարող է անել։ Կարելի է երեխաներին խոսքը զարգացնելու համար առաջարկել պատմել իրենց տեսած երազների մասին, ով ինչպիսի երազ է տեսել, ով երազում ինչ անհավանական գործեր է կատարել։ Իհարկե շատ երեխաներ են երազում թռչում և նրանք կարող են այդ մասին պատմել։ Գրելու ենք Ե ցեռագիր փոքրատառ, Ե ցեռագիր մեծատառ։ Ամեն անգամ սիրելի ծնողներ և ուսուցիչներ հաճախակի շեշտում ենք, որ բառասկզբում կաշտում ենք Ե, բառամիջում և բառավերջում կաշտում ենք Է։ Եգիպտացորենի հատիկներով պատրաստել են Ե մեծատառ, Ե փոքրատառ։ Այժմ կաշտանք բառերը, որոնց մեջ կան տառակապակցությունները։ Նետ, նետը որսորդի գործիքն է։ Կետ, երկու իմաստ ունի, մեկ իմաստով կենտանի է, ջրային խոշոր կենտանի է, մյուս իմաստով կետ ենք դնում։ Մեկ թվանշան է մեկը, մեքենա,
Տետր, տեսեք այստեղ բոլոր բառերի մեջ են մենք տեսանք բառամիջում և կաշտացինք է։ Տետր։ Այժմ կաշտանք անունները, հիշում ենք, որ մարդկանց անունները, ազգանունները, դասերի վերնագրերը, հեքիաթների վերնագրերը, գյուղերի, քաղաքների անունները գրվում են մեծատառով։ Երեմ, տեսեք, առաջի են բառասկզբում էր, լսեցինք ե, կաշտացինք ե, բայց գրեցինք ե երկնչուն տառը, իսկ բառամիջում այս նույն տառը կաշտացինք է։ Երեմ, տղայի անուն է։ Արեն, նույնպես տղայի անուն է։ Մանե, աղջկա անուն է։ Ալեն, տղայի անուն է։ Կարեն, նորից տղայի անուն է։ Կարող ենք նաև ինքնուրույն խորանաշտիկներով պատրաստել և գրել ևս մեկ բառ, երան, աղջկա անուն է։ Երանուհի անունի կարճ ձևն է։ Երան։ Իսկ հիմա կաշտանք և շարունակենք։ Երամը, թռչունների խմբին անվանում էինք երամ։ Երեմը երամ տեսավ, նա բույն է պատրաստում։ Երեմը ուզում է խնամել, հոգ տանել ձմեռող թռչուններին։ Նրա պատրաստած բնի մոտ կհավաքվեն ճնճղուկները և կկերակրվեն, կպատսպարվեն ցրտից։ Այնուհետև կթելադրենք բառերը, երեխաներ կարող եք մեկդ մյուսիդ և տառերը թելադրել և բառերը, որպեսզի հեշտությամբ միասին սովորեք։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։